Ողջույն ժողովուրդ, հարգանքներս բոլորիդ, դե ինչ, քանի որ Facebook-յան էջս դարձյալ բլոկվել է եւ այն բլոկվում է բնականաբար այնպիսի մարդկանց կողմից, ովքեր հանդես են գալիս որպես իսկական հայեր, ովքեր առողջ վերլուծությունը չեն ընդունում, բավարար չէ, դեռ մի բան էլ վախենում են գալ միասին քննարկման, ցած եթերի ֆորմատով, նրանց մնում է մի բան, բլոկել էջերը, փորձել լրացնել ոչ թե իրենց դեմ խոսույթը, այլ տարրական տրամաբանությունները, այսինքն շարունակեն ձեզ խաբել, ժողովրդին խաբել։ Եվ այդ իմաստով մենք իրենց շատ խանգարում ենք, ես ձեզ հետ միասին, որովհետև նրանք որևիցե մեկին այդքան չեն չարչարվի լրացնեն, եթե չտեսնեն, որ դրա ազդեցությունը լայն է ու մեծ։ Սա որպես բան։ Այնպես որ խնդրում եմ ժողովուրդ ջան, ի հեճուկս նման երևույթների բանը գրանցվել, բաժանորդագրվել իմ YouTube-յան էջում, որտեղ որ մենք ժամանակ առ ժամանակ քննարկում ենք այս կամ այն երևույթը եւ փորձում տրամաբանական խորքերը գտնել, հայտնաբերել եւ ի ցույց դնել։ Շնորհակալ եմ դրա համար եւ քանի որ Facebook-յան էջը բլոկված է ու հնարավոր է որ քիչ լինեն դիտումները, ուստի խնդրում եմ ձեզ ժողովուրդ ջան ակտիվ տարածել նաեւ։ Երբ որ կոնտենտը ձեզ դուր է գալիս, իհարկե տվյալ եթերի, որովհետև կլինեն եթերներ, որը մեկի սրտով է, կլինեն եթերներ, որը մյուսի սրտով է եւ այլն։ Չենք կարող մի եթերի ընթացքում բոլոր թեմաները արծարծել, հա։ Առավել եւս հայկական իրականության մեջ, որտեղ որ փորձում են անընդհատ շիլաշփոթ սարքել, ուստի քիչ-քիչ կգնանք, ժամանակ ունենք։ Ուրեմն, երևի վերնագրից հասկացաք, այս մի քանի տարի է անընդհատ փորձում են առաջին պլան բերել Փաշինյանի գրած հեղինակած գիրքը երկրի հակառակ կողմը եւ դրանով ցույց տալ թե ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ այնտեղ գործածված են բառեր, որոնք գուցե 18+ են մի խոսքով կամ նկարագրում են որևիցե տեսարան, որը մի քիչ հասուն մարդկանց բան է։ Երկրորդը իհարկե կանդրադառնանք ռուսահայերի ակցիային Ռուսաստանում, ովքեր չգիտես ինչի պաշտպանում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, ես իհարկե կներկայացնեմ թե ինչ եմ ես կասկածում եւ ինչ եմ ասում չգիտես թե ինչու եւ իհարկե կանդրադառնանք ձևիստների վերջին ձևերին եւ այլն, ընթացս մնացածը կերևա։ Ուրեմն գանք ամենասկզբից։ Շատ ես տեսնում եմ քաղաքացիներ, ովքեր սատարում են վարչապետին, բայց հենց խոսքը գնում է գրքից, փորձում են լռել։ Մի լռեք։ Այդ երեք թեմաներն են քննարկելու հիմնականում ժողովուրդ ջան, մնացածը բան, ես ժամանակ առ ժամանակ կհիշեցնեմ, որպեսզի մեր հետևորդները հասկանան։ Ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Այս մարդիկ կամ կյանքում գիրք չեն կարդացել, կամ չեն շփվել գրականության հետ, գրական մշակույթի հետ, կամ առհասարակ արվեստի հետ, կամ իրենց դրել են էշի տեղ, կամ իրենք շատ էլ լավ տիրապետում են ամեն ինչին, ձեզ են փորձում դնել էշի տեղ։ Ես հանդես չեմ գալու Փաշինյանի պաշտպանի դիրքերից, եւ ինչպես միշտ, ես հանդես եմ գալու որպես արվեստի մարդ, այդ պարագայում, որովհետեւ ինքս էլ հանդիսանում եմ գրողների միության անդամ։ Եվ շատ լավ գիտեմ ինչ է նշանակում ստեղծագործություն։ Սրանք անընդհատ տեղադրում են, բայց տեսեք այս գրքիցս նշած, այստեղ նայեք ինչ է գրում, ինչ է ասում։ Մարդիկ էլ վայ աման, քորացանք մենք, էս ինչ է, ոնց թե ուրեմն ասես կեղտոտ բխտոր մտքեր ունի, սեռական շեղվածություն ունի, էս ինչ է քարոզում, մի խոսքով ընկնում են այդ մտքերի գիրկը։ Հիմա ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, առհասարակ գոյություն ունի գրական ժանր հասկացողություն, բայց գիրքը կարդում են ամբողջովին, չես կարող մի հատ տող վերցնել եւ փորձել դրա շուրջ պատկերացումներ կառուցել, հա, մի ամբողջ գրքից մի տող կամ 5 տող կամ 30 տող։ Նախ պետք է նայել գրքի վերնագիրը հետեւյալն է՝ երկրի հակառակ կողմը։ Ինչը արդեն օրինակ, եթե ես մի գիրք պիտի կարդամ, վերնագրին եմ նայում, գրքի վերնագիրը եթե ձգում է, քաշում է, կարդում եմ, եթե չէ։ Սկզբում նայում եմ վերնագիրը, հետո բացում եմ առաջին էջը, անտած եմ տեսնում ինչա գրած, ինչի մասին է գիրքը, որովհետև ունեմ ժանրային նախասիրություններ։ Ավելի շատ սիրում եմ պատմական գրքերը եւ արկածային գրքերը։ Դոկումենտալ գրքեր կարդում եմ շատ հազվադեպ։
Չնայած վերջին շրջանում առհասարակ գիրք ցավոք սրտի հազվադեպ եմ կարդում, որովհետև ժամանակը այնքան էլ չի տրամադրում գիրք ընթերցել։ Ուրեմն, գրքերը լինում են բազմաժանր, տարբեր ժանրերի։ Հիմա այս պարագայում կոչվում է երկրի հակառակ կողմը։ Եթե ես նայեմ դարակին այդպիսի գիրք, մտածելու եմ, որ սա ոչ թե երկրի, այլ երկրի հակառակ կողմի մասն է, այսինքն ինչ են ցույց տալիս մեզ եւ ինչ կա իրականում։ Դա եւ իրականությունը եւ այնի երկուսն էլ ժանր են, երկուսն էլ ստեղծագործություն են, այսինքն այդ մոտեցումը ստեղծագործություն է։ Ես պարտադիր չի, որ նման բան է տեղի ունեցել, որովհետև եթե նման բան է տեղի ունեցել, գիրքը կլիներ բան, փաստագրական կամ խոսքով էս տիպի, դոկումենտալ կլիներ։ Ու այնտեղ ընթերցում ենք, այո, կան նման տողեր ու ինչ, դա ստեղծագործություն է եւ այդ ստեղծագործությունը հետ չէ դպրոցականների համար չի, բարձր տարիքայինների համար է։ Գիրք է, ուզում եք կարդացեք, չեք ուզում մի կարդացեք։ Դա ստեղծագործողի երևակայությունն է, պատկերացումն է, այս կամ այն իրավիճակի հետ կապված։ Նմանատիպ ֆիլմեր էլ կան, օրինակ, որպեսզի մի քիչ ընդլայն ենք խոսակցության դաշտը։ Ասենք օրինակ Պազոլինին, ով թերևս իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկն է, շատ մեկն է եղել, շատ հզորագույն ռեժիսոր է, ավելի շատ հայտնի է երկու ֆիլմերով, մեկը Սոդոմ Գոմորի 120 օրը, դա նայել եմ շատ վաղուց, մյուսը Դեկամերոնը։ Ուրեմն այս երկու ֆիլմերն էլ հիմնականում բարձր էլիտայի խոհանոցում կատարվող լկտիությունների մասին է, ինչպես նաև մյուսն էլ եկեղեցականի բանի տակ հագուստի տակ թաքնվածների խոհանոցային պատմություններն են։ Սրանք հին կինոներ են մի քիչ, բայց ես մինչև հիմի կադր կարող եմ հիշել։ Այնպիսի ինքն էլ մի քիչ ավելի ռեալիստական է նկարել, այնպիսի կեղտոտ տեսարաններ կան, այնտեղ ընդհանուր մինչև 1000-ները պորնոգրաֆիկ տեսարաններ էլ կան, բայց դու չես վերաբերվում այդ ֆիլմին, որպես էրոտիկ ֆիլմ, դու բռնում ես այդ ստեղծագործության գաղափարախոսությունը ու ինչա քեզ ցույց տալիս, ինչ ասում դրանով, ռեժիսորի ասելիքը, որովհետև դա լրջագույն ստեղծագործությունների մասին ենք հիմա խոսում, աշխարհում կինոգիտական բանով են ակադեմիական կրթության մասին խոսքը։ Մի խոսքով, հիմա ինչ ստացվում է, կարող եմ ես մտածել, որ ուրեմն Պազոլինին շեղված է եղել, ասենք սեռական հողի վերական չգիտեմ, չէ, դրանք ֆիլմեր են, դա ստեղծագործություն է։ Այդ մարդու ստեղծագործություններ են, որի կողքին կարող են լինել այլ ստեղծագործություններ։ Կամ ես պիտի կանանց խնդրեմ մի պահ ականջները փակեն, թույլ տվեք ներկայացնել մեր Չարենցին, Եղիշե Չարենցին, ով ում մասին անգամ մենք դասագրքով ենք անցնում, դպրոցական ծրագրով ենք անցնում, բայց նույն Չարենցը այդ մեծությունը ուներ նաև ստեղծագործություններ, որոնք չեն հրապարակվել, բայց այդ ստեղծագործությունները կան եւ հասանելի են, կարելի է դրանք ձեռք բերել, հատկապես դրանցից մեկը, որը որ այս ստեղծագործություններին ես ծանոթացել եմ 20-25 տարեկան տարիքում Հայաստանի գրողների միության գրասենյակում, մամուլի շենքում, ուրեմն 1000 ներողություն, այս վերնագիրը պիտի բառացի ասեմ, ուրիշ ճար չկա, մի ստեղծագործություն կար, վերնագիրը այդ Գյոթֆերանները։ Ու ստեղծագործությունը նվիրված էր այդ ժամանակների մի քանի բոլշևիկի, ում որ դիտարկում էր բանը Եղիշե Չարենցը որպես այն բնութագրով ինչ-որ ներկայացվում էր, ու բանաստեղծություն էր իմիջայլոց։ Քառյակ բանաստեղծություն, քառյակ եւ թե երկու քառյակից բաղկացած բանաստեղծություն է։ Սա Չարենցի ստեղծագործությունն էր։ Եկեք հիմա Չարենցին վատաբանենք, գնանք միտինգ անենք, որպեսզի դպրոցական ծրագրերից հանեն եւ այլն եւ այսպես շարունակ։ Կանենք դա։ Իհարկե չենք անի դա, որովհետև մենք գիտակցում ենք, որ դա ստեղծագործություն է, իսկ ցանկացած ստեղծագործություն տրվում է այն որ մուսայով, տրվում է ապրումներով, տրվում է երևակայության լայն դաշտ ունեցող
մարդկանց, ովքեր որ կարող են շնորհք ունեն ու կարող են այդ ամբողջը շարավիճության վերածել։ Այսպես է։ Եվ գիտեք, նրանք, ովքեր որ ինձ շատ հաճախ ուղարկում են իբր հեսա ձեր Փաշինյանը, բան, ես խղճում եմ այդ մարդկանց, իսկապես խղճում եմ, որովհետև ես մի անգամից հասկանում եմ, որ այդ մարդիկ չգիտեն ստեղծագործությունն ինչ է։ Խղճում եմ, որովհետև մարդը, ով չգիտի ստեղծագործությունն ինչ է, մտավոր աղքատ մարդ է։ Այո, կներեք, ես այդպես եմ դիտում։ Մարդը, ով արվեստի հետ առնչություն չունի, մարդը, ով թանգարաններ չի գնում, մարդը, ով ներկայացումներ չի գնում կարդալու, մարդը, ով գալերիաներ չի գնում, մարդը, ով համերգային այս կամ երաժշտական որևիցե արվեստի ոլորտից, հա, ոչ թե շոուների, ինչ որ բան չի հաճախում, մարդը, ով գիրք չի կարդում, ինձ համար ներքուստ նրա ներաշխարհը աղքատ։ Իսկապես, սա կներեք, ես չեմ ասում սա վիրավորելու համար կամ դասակարգելու համար կամ ինձ մեկից ավելի ներաշխարհով հարուստ կարգելու համար։ Ոչ, դա այդպես է։ Դա այդպես է միշտ։ Եվ ես սա որպես կանոն եմ ընկալում։ Եվ խրախուսում եմ եւ կոչ եմ անում, որպեսզի փորձեք օրինակ, ես վերջին տարիներին շատ քիչ եմ գնում ներկայացումներ դիտելու ժամանակի դարձյալ առումով ու ամեն անգամ երբ որ գնում անկախ նրանից այդ ներկայացումը որքանով ստացված կլինի, որքանով չէ, ես զգում եմ ինչքան դատարկվել էի եւ ինչքան նորից լցվեցի։ Անկախ նրանից ինչ ներկայացում է։ Այո, կարող եմ քննադատել տվյալ ներկայացումը, կարող եմ ասել, որ այս բանը մի քիչ sense է, դե պրոֆեսիոնալ աշխով։ Բայց իմ ներաշխարհը միանգամից լցվում է, միանգամից նորից բացվում է։ Հիմա նորից ներկայացում գնալ դիտելու ժամանակն է, որովհետև վերջին շրջանում ես ինքս զգում եմ, որ էլի ինչ որ կարևոր բաներ սկսում են չաշխատել, էլի։ Սա է։ Հասկանում եք։ Այնպես որ ժողովուրդ ջան, հեշտ չքաշվեք, եթե մեկը ուզում է ձեր աղջիկը մտցնի ինչ որ տողեր, ինչ որ չգիտեմ ինչ է, ապա պարզապես խղճացեք նրանք չգիտեն ինչ է ստեղծագործությունը։ Ընդ որում, օրինակ Փաշինյանի հետ կարելի էր քննարկել այդ գրածները, եթե Փաշինյանը առաջարկեց, այնտեղ լրագրողներից մեկը ինչ որ բան խոսեց, Փաշինյանը էլ առաջարկեց, ասեց, եթե ցանկանում եք քննարկենք գրական ժանրը, ապա եկեք ուրիշ ֆորմատով հանդիպենք, քննարկենք։ Ինչը որ օրինակ գրադարաններում է շատ լինում, երբ որ բանաստեղծ մի ստեղծագործող գիրք է հրապարակում, անում է արարողություն, այդ ժամանակ խոսում են գրքից, ընթերցանություն, ալինում գնահատականներ են ընտրում եւ այլն։ Եթե այդ ֆորմատով կարող եք կազմակերպեք, այդ մարդը բերան, ասում ես խնդիր չունեմ։ Խորհուրդ կտամ կարդակ։ Ես չեմ սիրում խորհուրդ տալ այդ իմաստով, որովհետև ամեն մարդ ունի իր ճաշակը։ Ես ինքս չեմ կարդացել, այդպես եմ ծանոթացել, բայց մեծ հաշվով ցանկություն չունեմ կարդալու, որովհետև իմ սիրած ժանրը չի, հա։ Բայց որ կարդամ եմ, դրա մեջ վատ բան չեմ տեսնելու, որովհետև գիրքը ինքը նախապատրաստում է դրանք քեզ։ Ասում է երկրի հակառակ կողմ։ Այնպես որ եկեք այստեղից անցնենք։ Լավ կլիներ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը իր մասին էր վրոձի գիրք գրել, իհարկե ինքը չէր գրել, ես խիստ հասկացում եմ, այո։ Դա նույնպես չեմ կարդա, որովհետև ինքնակենսագրական ժանրը նույնպես չեմ սիրում, անկախ նրանից այդտեղ ճիշտ բան գրած կլինի թե սխալ։ Չեմ սիրում այդ ժանրը։ Անկամ ֆիլմերի պարագայում ես կենսագրական ֆիլմեր չեմ սիրել նայել։ Չնայած որ ինձ կարող եմ համարել կինոման, բայց կենսագրական ֆիլմերի ժանրը չեմ սիրել։ Սա այսպես, հա, կլորացնենք, դնենք մի կողմ, երևի արդեն ամբողջը հասկացաք։ Այնպես որ այնտեղ կան հուդայականներ, բուդդայականներ, ովքեր որ հիմա էլ դուրս են եկել եկեղեցու պաշտպան են խաղում, հետո էլ գնալու են, չգիտեմ ինչ անեն, դրանք ուրիշ մարդիկ, ովքեր որ այս բաները կանեն, հանգիստ կարող է դա այդպես պատասխանել։ Դա գրական ստեղծագործություն է, ժանր է։ Հիմա գանք ռուսահայերին։ Ռուսաստանի հայերի մասն է։ Օրինակ Ֆրանսիայի հայերին ասում ենք ֆրանսահայեր, Ռուսաստանի հայերին էլ ասում ենք ռուսահայեր։ Ովքեր որ այս վերջերս բավականին ակտիվ են, չգիտես ոնց, Ռուսաստանի ռուսները ակտիվ չեն, ակցիաներ չեն կարող անել բողոքի, որևիցե ժողովուրդ Ռուսաստանում ապրող չի կարող այս պահին ակցիաներ անել, որովհետև
Ռուսաստանում հատուկ ռեժիմը հիմա գործում եւ այս մասով ոստիկաններին բավական մեծ արտոնություններ է տրված, բայց հանկարծ ստացվում է, որ մեր հայ ժողովուրդը ոնց չի կարող այ մարդ։ Լավ էլ կարում է։ Իհարկե նայած ինչ թեմա է։ Եթե Արցախի էթնիկ զտման թեմա է, իհարկե չի անի միտինգ։ Եթե պատերազմի ժամանակ ռազմավարական դաշնակցին չսատարելու թեմա է, իհարկե չի անի միտինգ։ Այս պարագայում կանի, որովհետև ներսից թույլատրած է, իսկ ներսը դա Լյուբյանկայի ներսն է։ Ներսից թույլատրած է, այսինքն սիրելի ռուսահայեր, եթե ձեր մեջ կան հարիվներ, ովքեր կազմակերպիչներից չեն, բայց ինքնակազմակերպված գնացել են ինչ-որ մեկին հարգելով, ինչ-որ մեկին բանանելով, ապա իմացեք, դուք պարզապես գործիք եք ձեր ծանոթների, ասենք, չգիտեմ, Վաչիկը, Պողոսը, Սուրոն, չգիտեմ, ասենք, մեր ախպեր Տիկոն, ասել, դե ինքն ասել, գնանք մի հատ բան, դուք իրենց համար գործիք եք, իրենք ձեր ընկերը չեն ու հեչ անհանգստացած չեն ձեզանով։ Դուք մասովկա եք, որով պիտի բան ցույց տան հոգուտ FSB-ի Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա դուք անունը կդնեք եկեղեցի ենք սա պաշտպանում, եսի ինչ ենք անում, դա ձեր գործն է, բայց իրականությունը սա է, ինչ որ ասում եմ։ Մյուս կողմից էլի ինչը չեմ հասկանում։ Մի անգամից երկուսն էլ ասեմ ու մանրանանք։ Դուք ինչ գործ ունեք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Սիրելի հայրենակիցներ, որովհետև հայեր եք եւ իմ հայրենիքից ծերված մարդիկ եք։ Դրա համար ասում եմ, սիրելի հայրենակիցներ, մենք արդեն ահագին ժամանակ է հավատքով նույնը չենք։ Իհարկե դուք իմ հայրենակիցներն եք, մեր հայերն եք, օրինակ կան հայեր, ովքեր կաթոլիկ են, չէ՞։ Մենք քրիստոնյա ենք, բայց մենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, իսկ դուք հայ առաքելական ուղղափառ եկեղեցու հետևորդ եք, քաղկեդոնական եկեղեցու հետևորդ եք, որի դեմ իմիջայլոց, որպեսզի հայ առաքելական եկեղեցին չդառնա քաղկեդոնական եկեղեցի, մոտ 15 դար հայ ժողովուրդը պայքարել, մաքարել, մարտնչել, արյունա թափել, կռիվա տվել, ինչ ասես, արելա, որպեսզի այդպիսինը չդառնա։ Հիմա դարձրել են եւ դարձրել են ռուսները, դարձրել են իրենց FSB-ի միջոցով, որովհետեւ իրենց եկեղեցին նույնպես FSB-ն է վերահսկում, հա? Եվ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի ամրագույն կուռ կառույցը պիտի սկսեր թուլանալ եւ ենթարկվեր ռուս ուղղափառ եկեղեցուն, ինչը ապահովողը հազար ներողություն կարող ծածկանունով Եզրաս Սրբազանն է, ում համար գնացել եք այնտեղ ու գոռում եք վեհափառ։ Ես չգիտեմ ում եք դուք վեհափառ համարում, օրինակ, եթե խոսքը Գարեգին Բեի մասին է, նույն ինքը Կտրիչ Ներսիսյանի, որպեսզի չստացվի ինձ, որ ես քանի որ նրա դեմ եմ, դրա համար եմ ձեր հետ այդպես խոսում, ընդունենք Կտրիչ Ներսիսյանը չի կաթողիկոսը։ Ցանկացած մեկն է կաթողիկոսը, որ համ իմ սրտով է, համ բոլորի, համ էլ ձեր։ Օրինակ, միևնույնն է, դուք չեք կարող խառնվել դրա մեջ։ Չեք կարող, որովհետև դուք հայ ուղղափառ եկեղեցու հետևորդ եք։ Ես չգիտեմ դա որն է։ Դա ոնց հասկացա նոր ուղղություն է, կարելի է իրան դիտարկել նաև աղանդ։ Այո, դուք ձեր պսակադրությունները, մկրտությունները, տնից տեղից հեռու հուղարկավորության կարգերը, ծիսակարգերը, բոլորը թույլ եք տալիս սպասարկել այսպիսի մի աղանդի կողմից։ Որովհետև Ռուսաստանի եւ Նոր Նախճիվանի թեմը, Նոր Նախճիվանը դա Ռոստովն է, դա թեմը այդպես է կոչվում։ Ռուսաստանի, Մոսկվայի եւ Նոր Նախճիվանի թեմը ամբողջովին իր անունը փոխել է եւ ինքը այլևս վաղուց այսուհետ հայ առաքելական ուղղափառ եկեղեցի է։ Այնպես որ թույլ տվեք դիմել ձեզ խնդրանքով, սիրելի հայեր ջան, չխառնվել մեր Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներից եկեղեցու մաքրազարդման գործին։ Եվ ինքներս ասենք չենք խառնվի ձեր գործին, եթե ցանկությունն այդքան մեծ լինի։ Եթե նույն ձևով դուք դիմեք, ասենք ասեք
հայ առաքելական եկեղեցու հետևորդներ խնդրում ենք չխառնվել հայ առաքելական ուղղափառ եկեղեցու գործեր։ Եթե ասեք, ես ականջալուր կլինեմ, բայց հիմա պարզապես սրտացավությունս եմ հայտնում եւ զուգահեռ կոչ անում։ Իրականությունը դա է։ Ձեր ասած տիրադավներից ինձ համար բարի նորոգողներից մեկի հայտարարությունն եմ դնում։ Իմիջայլոց այս հայտարարությունը նոր է արվել, բայց ես սրա մասին, հենց այս թեմայի մասին շատ վաղուց եմ խոսում, ոչ թե ամիսներ առաջվանից, այլ շատ վաղուց, անգամ 20 թվից առաջ։ Ու ես այդ պատմությունը պատմել ձեր հիշողությունը թարմացրել եմ, որ ես ինքս Ռոստով քաղաքում եկեղեցում Տեր Տիրանին, երբ որ հարցրեցի, թե մեր եկեղեցին ինչպես է կոչվում, նա ասաց. «Այ ուղղափառ առաքելական եկեղեցի»։ Ասում եմ, ուղղափառ իշխանը, ուղղափառ, դե ու ինքը այնտեղ սկսեց ինչ-որ բացատրություններ տալ։ Այդ ժամանակվանից ես իմ անհանգստությունը, իսկ դա եղել է մոտավորապես 14 կամ 15 թվականին, 2000, իմ անհանգստությունը մշտապես հայտնել եմ, այնպես չի, որ ասեք, Նիկոլը դու ետելել ես, չէ, ես որ վաղուց ելել էի, Նիկոլը դեռևս անգամ պատգամավոր չէր, իսկ ես ելել էի մաքրելու գործով հենց։ Հիմա եկեք այս հատվածը լսենք, հա, որովհետև սա կարելի է ընդունել որպես պաշտոնական հայտարարություն։ Ներսից։ Հասկացի տակ է դրում։ Հիմա ասեմ ինչպես։ Հայ եկեղեցու պաշտոնական անվանումն է Հայաստանյաց առաքելական եկեղեցի։ Պարզվում է, որ կաթոլիկոսը 18 թվականին հայ եկեղեցին Ռուսաստանի եւ Նախիջևանի հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Այսինքն մենք հազարամյակներով պայքարել ենք, որպեսզի չզուլվենք։ Չընդունենք քաղաքեդոնական դավանանքը։ Մենք հարգում ենք բոլոր եկեղեցիներին եւ ուղղափառ եւ կաթոլիկ, սակայն մենք մեր ինքնության համար պայքարել ենք հազարամյակներով։ Ուրեմն այդ խնդիրը մեր առջև եղել է 6-րդ դարի սկզբից, 5-ի վերջ, 6-ի սկզբից մինչև Բյուզանդիայի անկումը միշտ փորձել են եղել հայ եկեղեցին դարձնելու օրթոդոքս ուղղափառ դավանության։ Բյուզանդիայի անկումից հետո այդ խնդիրը ծագել է ավելի ուշ շրջանում, միտումներ են եղել հայ եկեղեցին նորից դարձնելու ուղղափառ, սակայն մենք ամեն գնով, ինչպես դարեր շարունակ պահպանել ենք մեր դավանական ինքնությունը, իսկ կաթոլիկոսը մի գրչի հարվածով որոշել է հայ եկեղեցու պաշտոնական անվանումը փոխել։ Հիմա ես սա համարեմ պատահականություն, այն դեպքերի սա։ Ինչ կասեք, հիմա ես ունեմ իրավունք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանել նրանցից, ովքեր որ ցանկանում են իմ առաքելական եկեղեցին դարձնել առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ունեմ իրավունք, թե չունեմ իրավունք։ Եվ այս պարագայում գուցե ասեք տիրադավերն ովքեր են։ Ձեռքները դրեք, գիտեք, կարող եք կենտրոնացած չլինել, դրա մասին չմտածել։ Հիմա ես ձեզ օգնում եմ։ Բայց միևնույնն է, օրինակ Դոն Պիպոյա նմանները, Արա Աբրահամյանը նմանները, Եզրասյա նմանները, ովքեր որ ստորագրել են FSB-ում, ստորագրել են հանգիստ, Տաշիր Սամոյա նմանները։ Ասենք, գիտեք, ինձ համար ամենաաբսուրդն է եղել, որ Սամվել Կարապետյանի նկարը կախվել է, ոչ թե այստեղ հարցը բարերարը չի։ Նախ բարերարի մասին մի հատ սիրուն գրառում են անում, հապացնում են պատին, նկարը տես չեն սրբապատկերի պես կախում, բայց այնուամենայնիվ, ինչի համար։ Մեկ էլ հիմանում եմ, որ Սամվել Կարապետյանը ֆրանկ է։ Չէ,
Արգանքներս ես մի հատ հորքուր եմ ունեցել լուսահոգի ու ամուսը նույնպես ֆրանկ էր։ Հարցը դա չի։ Բայց այդ մարդը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Գուցե հայ առաքելական եկեղեցում նույնպես լինում է։ Ասենք օրինակ եթե ես լինում եի արտերկրում ու եկեղեցի գնալու ցանկություններ առաջանում, այո օգտվում էի այդ երկրի եկեղեցուց։ Իմ Աստծո հետ էի խոսում, բայց ու նույնը կարծում եմ իրենք էլ որ գալիս են տուրիստներ որ գալիս են մեր եկեղեցու, եթե եկեղեցու կարիք են ունենում, մտնում են մեր եկեղեցի։ Բայց կներեք, ես չեմ կարող դա թույլ տալ։ Դուք ուզում եք դա անել։ Ձեր անելիքը դա է։ Չենք կարող թույլ տալ, որ մեր եկեղեցին ենթարկվի ու դառնա ու ենթարկվի ուղղափառ եկեղեցի եւ Ռուսաստանի։ Մենք դա թույլ չենք տվել։ Դեռ Ռուսաստանի ծնվելու մասին խոսք էլ չկար։ Մենք դա թույլ չենք տվել Պարթևստանին, Իրանին։ Մենք դա թույլ չենք տվել մոնղոլներին, թաթար մոնղոլներին։ Մենք դա թույլ չենք տվել բյուզանդացիներին, հսկայական կայսրությանը։ Մենք դա թույլ չենք տա հիմա այդ մի կայսրությանը։ Բայց ցավալին այն է, որ ձեզ որպես հայեր օգտագործում են ձեր իսկ հայրենիքի, ձեր իսկ քույրերի ու եղբայրների դեմ։ Ձեզ համոզելով, որ դուք եք մտածում եւ դուք իսկապես ինչ որ բան եք փրկում։ Դա այդպես էլ պիտի անի FSB-ն, բա ինչ պիտի անի։ Կներեք, դուք իսկապես կարծում եք, որ FSB-ն նստած իմ եկեղեցու դարդն է լալիս, կամ ձեր եկեղեցու դարդն է լալիս, ոչ դա կառույց է, որը որ բացառապես իր աշխատանքային գործունեությունն է ծավալում, վերջ։ Իր պետության շահերի օգտին։ Հիմա ունեն միլիոնով հայ, կառավարում են։ Ուզում եք կառավարվեք, ինչ գործ ունեք մեր հետ։ Ինչ գործ ունեք, սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթներ ու անծանոթներ։ Հայաստանից դելեգացիա է եկել ազգային ժողովի ղեկավարի գլխավորությամբ դուրս եք եկել միտինգ եկան։ Փակ երկրում։ Լավ, դուք մատ չեք մտածում, այս ոնց է այս հնարավորությունը ստեղծվել։ Ոնց։ Դուք որոշել եք, որ դա հանուն Հայաստանի է, լուրջ որ Հայաստանի։ Հայաստանը ասածը ձեր համար որպես պետություն, պետական միավոր, թե որպես ինքնավար մարզ։ Այո, Հայաստանում կան 2-3 հազար հոգի ընդհանուր առմամբ, ովքեր որ ձեր նման են մտածում ու շուխուռ են անում, երբ որ մենք եկեղեցին ենք փորձում բարեկարգել։ Բայց իրենք նույնպես շարժվում են, իրենց նույնպես շարժող մեխանիզմը նույնն է։ Եվ սա հենց խնդիրն է։ Բուն խնդիրը։ Դեռ վարքերը, ամեն ինչը դնենք մի կողմ։ Սա հենց բուն խորքային խնդիրն է։ Ձեզ համար խնդիր չի։ Եթե ձեզ համար նորմալ է դա, կներեք ինձ համար նորմալ չի, որովհետև մեր սահմանադրությամբ լրիվ այլ բան է գրանցված։ Եվ ես ապրում եմ իմ պետության մեջ։ Դուք ամեն մեկը ինչ որ ժամանակի գնացել եք Ռուսաստան։ Եք գնացել։ Որովհետև երկրում ծանր է եղել վիճակը, ճիշտ է, պայմանները եւ այլն։ Բոլորս ենք դուրս ու ներս արել Հայաստանից։ Դա ես չեմ դատապարտում։ Բայց ես չեմ կարող չդատապարտել ձեր գործունեությունը իմ պետության ղեկավարների դեմ։ Կներեք, դուք ով եք։ Ինձ համար այդտեղ պրծնում է ձեր հայ լինելը։ Այնց այդտեղ պրծնում է։ Դուք ով եք իմ պետության ընտրված ներկայացուցիչներին, իմ պետության քաղաքացիների կողմից։ Այդտեղ չգիտեմ, կապիկություն անեք։ Ձեր արածը այո, կապիկություն է։
Որովհետև դուք գործիք եք, ես նոր հիմնավորեցի, որ դուք գործիք եք իմ պետության դեմ։ Եվ գիտեք, ասեմ մի վտանգավոր բան, որը կարող եք ընդունել, կարող եք չընդունել։ Շատ քիչ է արդեն պակասում, որ դուք իմ պետության դեմ գործիքից վերածվեք իմ պետության թշնամու։ Այնպես որ լավ կանեք խելքներդ գլուխներդ հավաքեք ու ձեր անձնական հարաբերությունները հարթելու համար, ձեր անձնական բիզնեսները, թեկուզ փոքր կամ բայց բիզնեսները պահելու համար, ձեր անձնական աշխատատեղը կամ աշխատանքի իրավունքի թղթիկները պահելու համար իմ պետության դեմ գործել դադարեցրեք։ Ինձ շատ քիչ է հետաքրքիր ձեր խնդիրները այդ երկրում։ Որպեսզի դուք չունենաք այդ երկրում խնդիր, իմ երկրի ղեկավարը հստակ առաջարկ է արել։ Եկեք միասին զարգացնենք մեր երկիրը։ Ոչ ոք այստեղ փլաֆը չի լցրել, պատարակաղը չի լցրել ու չի սպասում, որ դուք գաք վայելեք։ Դուք գալու եք սկսել երևի թե 0-ից։ Եթե կգաք որոշ գումարով, կսկսեք ավելի բարձր տեղից, քան ես ինքս կարող եմ սկսել։ Այսինքն մոտավորապես այնպես, ինչպես որ սկսել եք այդ երկիր գնալուց։ Ուղղակի տարբերությունը մեկն է։ Այն դեպքում դուք այդ երկիր եք գնում, այս դեպքում ձեր երկիր եք գալիս։ Պատրաստ եք անցնել նույն ճանապարհով։ Համեցեք։ Շատ տարածվում է այսօր հաղորդման շրջանակներում խոսել եմ, շատ տարածվում է, որ չգիտեմ 100,000, որոշ դեպքերում 200,000 հայ են պատրաստվում բերել, որպեսզի այստեղ քվեարկության մեջ բան փոխեն։ Որպեսզի Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Ինձ մարդիկ հարցնում են, ասում են դու տեսել ես, լսել ես, ասում եմ ես ոչ միայն տեսել ու լսել եմ, այլ մոտավորապես նույն բանը տեսել եմ 21 թվականին։ Նույն բանն է եղել։ Սամալյոտներով եկել են, ավտոներով եկել են անգամ մարդիկ, ովքեր 30 տարի Հայաստանի տեղը չգիտեին, բայց ունեին իշխանությունները մոտ 5 տարի ժամանակ որոշ հարցեր լուծելու։ Կարող է ըստ կարևորի են, առավել կարևոր հարցեր են լուծել, չգիտեմ, բայց ամենայն դեպս այս տեղը բաց է մնացել։ Եվ հիմի արագ օրենք, չգիտեմ, հնարավոր է ընդունել թե ոչ, որովհետև ցանկացած օրենք նախ ինքը նախաձեռնություն է լինում, հետո գրում են, ջնջում են, հարցումներ են անում, հետո ընթերցում են, առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, հետո գնում է սահմանադրականությունն է համապատասխանատվում, հետագայում խոսքով ինքը հեշտ բան չի։ Բնականաբար հիմա պետությունը չի կարող ոչ այդ մարդկանց ասել ով գա բռնի ու չթողնի կամ հետ ուղարկի, կամ չի կարող արգելի, որ նրանք մասնակցեն ընտրությունների ու վերահսկի, որ հենց իրանք չմասնակցեն ընտրությունների։ Ոչ մի բան չի կարող անի իրավական տեսանկյունից։ Նենց որ ժողովուրդ ջան, դուք էլ ձեր զգացողությունները, հիասթափություններն ու գոհաբանությունները ամուր պահեք, գնացեք հանուն պետության ձայն տալու։ Հանուն պետության։ Եվ այո, ռուսական որևիցե ուժի կամ ուժերի հաղթանակ դա հակապետական իրավիճակ է ստեղծելու Հայաստանի Հանրապետությունը դադարելու է որպես միջազգային սուբյեկտ գոյություն ունենալու։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին վերածվելու է միայն արդեն ուղղափառի, թրիպ ուղու մասին եւ ներդրումային միլիարդների ներդրումների մասին մոռանում ենք շատ արագ, ու այդ պարագայում, քանի որ Ռուսաստանն էլ ուշ կգնում է ռազմական գործողություններ հրահրելու եւ այդպես պահպանելու համար, որովհետեւ ինքը իր իշխանությունը միայն այդպես է կարող, բայ չգիտեմ, արդեն ինչ կստացվի խաղաղություն կոչվածի հետ։ Սա էդ է։ Սա չմտածեք ինչ որ ստեղ նստած, ասենց հիմա բանում վայ, հա, մենք ենք որոշելու, ամեն մեկս մեր կվեով։ Մարդիկ կան այնպես են ուզում երևի, մարդիկ կան այսպես։
Հետա։ Միացյալ Նահանգները որևիցե ռուսամետ ուժի հետ չի աշխատելու։ Իսկ խաղաղության թեման էլ տեսեք ինչքան էլ որ ճնշումները մեծ են, բայց շարունակում է ձգձգվել, որովհետև Ալիևն էլ է սպասում։ Նա դեռ հույս ունի, որ այստեղ իր սիրելիները կընտրվեն, ովքեր որ իր հետ սինխրոն աշխատել են մի 4 տարի։ Սա է։ Իհարկե կան ժողովրդավար ուժեր, բացի ԿՊ-ն։ Ես չեմ ասում հենց ԿՊ-ին ձայն տվեք ոչ, նրանց ովքեր որ գիտեք որ ռուսական ուղղվածության չեն։ Նայա։ Տեսեք ոնց է։ Առհասարակ FSB-ն ոնց է աշխատում հատուկ այդ ծառայությունը։ Երկուսի միջև գցում է կռիվ, հետո ինքը գնում է այս մեկին ասում է կարամ բարիշացնեմ, այն մեկին գնում ասում է կարամ բարիշացնեմ, երկուսի համաձայնությունը վերցնում է ու սկսում է կառավարել այդ թշնամությունը։ Վերջ։ Միշտ այդպես է եղել։ Եվ ըստ էության, եթե կուզեք իմանալ, Արցախի թեման իր տրամաբանությունից շեղվեց հենց FSB-ի միջամտությամբ, որովհետև մի հատ KGB-ի գործակալի բերեցին դարձրեցին այստեղ պրեզիդենտ անուն ազգանունը Լևոն Տեր-Պետրոսյան։ Իսկ Արցախն իրականում ումից էր անկախանում։ Ադրբեջանից։ Ումից էր ազատագրվում Արցախը։ Ավտոնոմնի մարզը, անկախություն էր հռչակում։ Ումից էր ազատագրվում։ Նես որ այդ սցենարը, Արցախի սցենարը, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի գրել, այո։ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես եղել այնտեղ պես կա։ Իհարկե, այդտեղ եղել են քաղաքական առումով։ Նվիրյալներ նույնպես։ Ում ոնց նվիրվածությունը եւ հայրենասիրությունը այդ ժամանակ օգտագործել են։ Եվ նրանք չեն էլ ըմբռնել դա։ Անկամ հիմա էլ որ ասես չեն ընդունի։ Նորմալ է, ոչինչ, ով լինի ընդունի։ Բայց նրանք ուրացան Արցախյան հաղթանակը։ Ուրացան։ Որովհետև Արցախը ումից որ պիտի անկախանալու անկախացման process էր։ Ինչից որ սկսվեց հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները, շեղեց ճանապարհը լրիվ ուրիշ ուղղությամբ ու ոչ մի միջազգային կառույցում երբեք չի քննարկվել Արցախի անկախության հարցը։ Եվ գործը մնացել է ձգելուն։ Ու հետո բոլորից դասիրակել են հայրենասեր, իբր։ Հայրենիքի համար մեռնել բան, բայց առանց մեջներս միտք չդնելով, կրթություն չտալով։ Ու մենք այդ էմոցիայով մեծացել ենք։ Նիկոլ Փաշինյանը այդ թվում, բոլորը։ Իմիջայլոց, գանք ձևիստներին։ Ես տեսա, որ Նարեկ Կարապետյանը ասում է սիրով կպատասխանենք հարցերի։ Պարոն Կարապետյան, հաշվի առնելով են հանգամանքը, որ իմ Facebook-յան էջը բլոկված է եւ բլոկված է ձեր սատարողների կողմից, որովհետեւ ես տեսնում եմ, որ մեկնաբանություններն են բլոկվել, ու այդ մեկնաբանությունները ձեզ է վերաբերվել, չնայած որ այնտեղ կոպիտ արտահայտություն չի եղել, պարզապես հարձակվել ու բլոկել են։ Ապա թույլ տվեք այսպես իմ հարցը տալ։ Ես հասկանում եմ, որ դուք մշտապես վախենալու եք գաք իմ հաղորդմանը հյուրց շփվելու։ Հիմա հարցազրույց չի, սուր հարցեր չեն լինելու շփվելու։ Ես հասկանում եմ, որ դուք վախենալու եք գաք, բայց պիտի օգտվեմ այս հնարավորությունից։ Սա եթե չեմ սխալվում, դուք եք գրել, չէ՞։ 24 News-ն հրապարակել է, կներեք, թող մոտ կամերան շտկվի։ Ահա, ուրախ կլինեմ պատասխանել փոքր բիզնեսը հարկից ազատելու ծրագրի մասին հարցերին։ Նարեկ Կարապետյան։ Նախ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դուք չեք կարող ազատել հարկերից։ Եթե դուք հանձն առնեք օրինակ երկրի կառավարումը, դուք չեք կարող ազատել որևիցե մեկին հարկերից։ Ես նոր տեսա, որ գովազդում եք, որ Տեխաս մոտորն էլ է էժանանալու։
Ես այն մարդկանցից եմ, ովքեր դեմ են տեխաս մոտել հասկացողությանը առհասարակ, ոչ թե որովհետև գումար արժի կամ թանկ, այլ ես դրա միտքը չեմ հասկանում։ Բայց կարծում եմ, որ Հայաստանում որևիցե բան էժանացնել հնարավոր է մի ձևով միայն։ Եթե Հայաստանում դոլարը նույնպես չանցնի, այսինքն դրամը դոլարի համեմատ չունենա որևիցե բան, այսինքն դրամը դնենք մեր գները ու այդպես գնանք առաջ, որովհետև աշխարհը այդ վալյուտան է կառավարում դոլարը եւ քո դրամը որքան արժևորվում է, այդքան այլ ձև է, որքան չի արժևորվում, ինֆլյացիայում այլ ձև է, չէ՞։ Ասենք օրինակ հիմա Ռուսաստանում ինչքան էլ որ դոլարը շատ թանկ է, միևնույնն է ապրանքը մնացել է ինչ որ մի գնի, որովհետև Ռուսաստանը ուներ մեծ տնտեսություն, ունի շատ փող, ունի շատ բնակչություն, ըստ էության իր գումարը աշխարհում ոչ մեկի մոտ ոչ մի բան չի նշանակում, ասենք այդ օրինակ, եթե այն ժամանակ 10,000 ռուբլի ուղարկեին իրաց մի բարեկամին ահագին փող էր, հիմա դա ընդամենը 40,000 դրամ էլ չի անում, շատ դեպքերում իջել էր մինչև 20,000 դրամի անգամ, ու տենց իրանք անջատած ապրում են, հիմա դուք ուզում եք մենք էլ մեզ անջատած երևի ապրենք, բայց քանի որ ես տնտեսությունից շատ չեմ հասկանում եմ այնքանով որքանով որ միջին վիճակագրական մարդ է, ես ունեմ հարց ձեր ռազմավարական ծրագրերի ու պատկերացումների հետ կապված։ Պարոն Նարեկ Կարապետյան, խնդրում եմ կուլտուրնի պատասխանեք իմ հետևյալ հարցին։ Եթե դուք օրինակ գաք իշխանության եւ լինեք իշխանություն, պարտադիր զինվորական ծառայությունը դուրս է գալու, թե մնալու է։ Ինքը շարունակելու է լինել պարտադիր զինվորական ծառայություն, թե ձեր անձնական օրինակով ինչ որ բան արվելու է, որպես էլ երբեք ոչ ոք չծառայի։ Եթե մնալու է, ինչու եք կարծում, որ պիտի մնա։ Եթե չի մնալու, ինչի վրա եք վստահ ասում, որ չպիտի մնա։ Սա իմ հարցը, շնորհակալ կլինեմ, եթե անդրադառնաք ու պատասխանեք դուք։ Մի հատ զինվորականի չբերեք գլխիս լոլո կարթա, որովհետև մեր հայաստանյան զինվորականների մեծամասնությունը այնքան գլխներին քարոզ կկարդամ, հաստատ շնչած կլինեն։ Հաստատ, որովհետև իրանց պահած, իրանց դասավորած բանակը տեսնենք։ Կարելի է։ Հիմա հարցը թողնեմ ու քանի որ ձևիցների մասին միևնույնն է խոսում եմ, անդրադառնամ մյուս անձնավորությանը, Ալիկին Ալեքսանյան, այս տղային, ով շատ երջանկանում է, երբ որ իշխանության պատգամավորներից մեկը կամ կուսակցական բարձր էշելոնի ներկայացուցիչներից մեկը նրանց հիշատակում է։ Սրանք միանգամից ոգևորվում են, խառնում են իրար ու գնաց քաշը։ Հիմա եկեք լսենք Ալիկին Ալեքսանյան։ Էժան գներ ամբողջ շուկայում։ Վահագ, էլի սկսեցիր դատարկ խոսալ, հերիք չի դու փորձես ժողովրդին բժշկցնես։ Ժողովուրդ ջան, այս երիտասարդը անդրադարձել է հեծի 2 պայմանագրի, հեծը 127,000 դրամով կավտոկայանատեղին տվել է վարձով և 12 միլիոն դրամով վերցրել է մի այլ տարածք։ Այս երիտասարդը չի հասկանում, որ մի փոքր տարածք հեծը տվել է և 10 անգամ ավելի մեծ տարածք վերցրել է, բայց ամենակարևորը, այդ ծախսերը չեն մտնում սակագնի մեջ, մեր ձեր լուսի փողի մեջ չեն մտնում։ Ինչ է դուրս գալիս, որ Սամվել Կարապետյանը 140 միլիոն դրամ իր անձնական միջոցներից ծախսել է և հեծը օգտվել է։ Այստեղ հարց է ծագում, փոքրիկ խմբակը իրենց շատ անդամներով, որ հավաքվեն կպնեն իրար 140 միլիոն դրամի պետության համար որևիցե մի դրական բան արած կան, իհարկե չկան, ոնչ։ Այդ պարգևավճարները, որ դուք ստանում եք, մարդ չի հասկանում, թե որ ձեր արժանիքի համար եք ստանում։ Ժողովրդի կյանքում որևիցե մի բան փոխվել է, գները թանկացել են,
սոցիալական վիճակը ավելի ծանրացել է, գնալով ավելի ցոփ ու շվայտ կյանքով եք դուք ապրում։ Բայց դրա համար ենք ասում, գալու է ժամանակ, շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդող եւ մեր հանրությունը ապրելու է շատ երջանիկ, սոցիալապես ապահով եւ ունենալու ենք էժան գներ ամբողջ շուկայում։ Վահագ Նախ այստեղ երկու հարցի անդրադառնամ, մեկը ասում է շատ չմեծարեցիր, պարոնով բանով ես դիմում, գիտեք, ես սենց եմ կարծում, իհարկե չի ցանկանամ մանրամասնել, բայց եթե ցանկանում ես դիմացինը հարցիդ պատասխանի, պիտի հարցը ձևակերպես մարդավարի, իսկ ինձ պետքա ոչ թե այս հարցը ռետորական օդի մեջ մնա, որ ասի մերը բուլկի դնատլիարի պատասխանի, բամը բնականաբար չի գալու պատասխանի, այսպես էլ չի պատասխանելու, բայց այդ պարագայում արդարացում է ունենալու, հասկանում եք, դրա համար հարցը ձևակերպում են այնպես, որ պատասխանը դրա համար էլ փորձի կուլտուրն է, ու Գայաներ, ինչ էր, Գայանե Նիկողոսյան, գրառումը Նիկոլ Փաշինյանը ուրացել է, այս տղան խելք չունի, ես հրաժարվում եմ լսել։ Տիկին Գայանե, ափսոս որ հրաժարվում եք լսել, որովհետև մեծ հաշվով ավելի շատ ձեր համար է այս եթերները, ու կարող եք գրել, ասենք օրինակ, թե ինչն է ուրացել, ինձ հետաքրքիր է, որովհետև կարծում եմ ձեր ներկայացրածը պարզապես կարծիք է, որի իրավունքը ունեք, դա ձեր գործն է, ես դրա համար sense դուրս չեմ գալու, չգիտեմ ինչ էր ասել, բայց ուզեի իմանալ ձեր կարծիքը, եթե այդքան բանը գրել եք, դա էլ գրեք, այս ինչ դերասանական ելույթ էր, հա։ Ուրեմն, բանը, խոսքը Ալիկին էր, չէ՞ վերաբերվում կարծում։ Ուրեմն, Ալիկ ջան, նախ սկսենք նրանից, որ դուք գողացել եք, հեծը գողացել է, հեծը ժողովրդից գողացել է։ Ու դրա մասին խոսում է գոնե առնվազն արբիտրաժի վճիռը։ Ով ուսումնասիրել է, տեսել է ինչքան են գողացել, ինչքան անարդար են վարվել ժողովրդի հետ եւ այլն, ու ասել է, որ փախակստուց։ Մենք չենք կարող ձեր շահերը պաշտպանել, որովհետեւ հերն անիծել եք եղածի, սա մեկ։ Երկրորդ, հեծը գողացել է, այո, գողացել է, որովհետեւ մենք տեսնում ենք զրո ներդրում, ընդհակառակը ամեն ինչ ավելի է շարքից դուրս եկել, մի խոսքով։ Ու տեսնում ենք, որ դուք թափանցիկ չեք աշխատել, դուք տենց էշիտեղ կարող եք իհարկե ձեր գրասենյակներում քաղաքացիներին դնել, ձեր արեստավարժ խոսույթով ճակերտավոր, բայց եթե դուք գողացած չլինեիք կամ գողացող չլինեիք, ձեր գնումները առնվազն կլինեին թափանցիկ եւ տենդերները, մրցույթները հայտարարվող նույնպես կլինեին բոլորի համար, ոչ թե հարազատ բարեկամների։ Երորդ, ավտոկայանների հետ կապված, այո, նույնպես գողացել է, նախ տաշիր Սամոն թող իր գրպանի եղածը իրան պահի, իրան թող պահի, պետք չի, թող մեզնից չգողանա ու տա մյուսներին լավամարդ դառնա, այնը 10% կամ 1%, մնացածը իրան թող պահի, մեզ դա պետք չի բացարձակ եւ նա ինձ համար գոնե բարերար չի։ Սկսենք այդտեղից, էլի հələ մի բան է։ Ուրեմն գողացել է, այո, որովհետև ավելի մեծ ավտոկայանատեղին չի ավելի փոքրով բան արել, դու սխալ ես, ասում դու խափում ես։ Ու դա լուսաբանելը հեչ դժվար չի։ Չորրորդ, կարող եք գնալ բանավեճի, ձեզ հրավիրողներ կան։ Բաբկեն Թունյանից մինչև Վագն Ալեքսանյան, մինչև ուր ասես, բոլորն են հրավիրում։ Տեսեք, եթե ես իշխանության հետ խնդիր ունեմ ու ակցիա եմ իրականացնում կամ շարժում եմ ձևավորում կամ քաղաքական հայտ եմ ներկայացնում նրան հեռացնելու օրինակ, ապա ինձ համար պիտի շահեկան լինի, ես պիտի ձգտեմ նրան, որ նրա ներկայացուցիչներից մեկին քաշեմ, բերեմ բանավեճի հանրային ձևով։ Եթե ես ազնիվ եմ, ես պիտի վիզ դնեմ, քաշեմ, բերեմ բանավեճի, իշխանությունը պիտի փորձի անընդհատ թռնի բանավեճից։ Առհասարակ այդպես է, եթե տակը բան կա։ Ձեր պարագայում իշխանությունը անընդհատ ձեզ փորձում է բերել բանավեճի, դուք անընդհատ փախնում եք, թռնում եք բանավեճից։ Հասկանում ես։ Այնպես որ այդ տղա, որ խոսում ես, մի քիչ քո վրա գլխին նայի, ախպեր ջան։ Մյուսը բանա փոխվել ժողովրդի կյանքում։ Այստեղ պետք է մի հատ շուշ քաշել։ Ալիկ, դու ինձ ասա, որ թվականի հետ համեմատած
Ես քեզ փոփոխությունները ասեմ, որովհետեւ դրանք շատ են։ Իհարկե դու դրանք նկատած չես լինի երևի։ Իհարկե Նարեկը ավելի նկատած չի լինի, նոր է սկսել բուլկի առնել, նա կյանքում որևիցե վայրից բուլկի չի առել, այն բուտկից։ Ինքնուրույն բուլկի դժի դար չի։ Բայց հերթով գանք, ուզում ես ամենատարրականներից գանք, որոնք գուցե չես նկատել։ Օրինակ, Երևան քաղաքում շատ քիչ վերելակներ են մնացել, որ չեն փոխվել, դրանք այս տարի կփոխվեն։ Վերելակներ, որոնք 40-50 տարեկան էին եւ ավել։ Վերելակներ, ես ուղիղ օրինակ եմ բերում, որտեղ իր անսարքության պատճառով անգամ վերելակ սարքողն է մահացել։ Դժբախտ պատահարի հետևանքով։ Ենթակառուցվածքներ։ Գուցե դու չես տեսել, որովհետև Երևանից դուրս երբեք չես եղել։ Չգիտեմ։ Չեմ կարող գնահատական տալ։ Մոտ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։ Արդեն վերջին ստադիոնա վերջացնում են աշխատանքները։ Տեսել ես։ Մոտ 300,000 աշխատատեղ։ Չես տեսել։ Թոշակը համեմատած ձեր տասնամյակների, Սամոյի ու իր շեֆերի տասնամյակների ակին բարձրացել։ Բավարարում է, դեռևս ոչ։ Բայց այդքան բարձրացել է։ Այսքանից այսքան է բարձրացել։ Այսքան չէ։ Լինենք անկեց, իմ տանը 2 թոշակառու կա։ Ես գիտեմ դա ինչ է։ Բայց փոխարենը, եթե դու չես նկատել, քո ծնողները, եթե 65 տարեկանից բարձր են, ամբողջովին անվճար կարող են օգտվել բժշկական ծառայություններից։ Պատկերացնում ես, Ալիկ։ Անվճար։ Բայց մինչև դա հիվանդությունների լայն շարք էր ավելացել, որ կարող են մարդիկ բուժվել։ Օրինակ, իմ հայրը 3-4 տարի առաջ ինֆարկտ էր տանում։ Դրանք ստենդ դրեցին, անվճար, պատկերացնում ես։ Մոտավորապես 1 միլիոն դրամի, անվճար։ Ես այդ ամբողջ ընթացքում, եթե գումար եմ ծախսել, դա եղել է մի պաշկա թացանձեռոցիկ եւ 2 շիշ ջուր։ Հետո պարզվեց ջուրն էլ եմ իզուր առել։ Պատկերացնում ես։ Իսկ հայրիկիդ, Նարեկի, հայրիկի եւ հորեղբոր մյուս ընկերոջ ժամանակահատվածում հիվանդը կմեռներ են, դեռ միջավ փողը չբերեին։ Դրանից հետո իհարկե բաց սրտի վիրահատություն եղավ, դա արդեն վճարովի էր, որովհետև շտապօգնությունով են գելի տարել, անվճար էր, իսկ դրանից հետո արդեն ըստ քո նախընտրության, նախաձեռնության արդեն դա վճարովի է, բարձր գումար էր, մոտ 3 միլիոնից ավել։ Բայց հիմա արդեն Աստված թող առողջություն տա մեր պապիկներին ու տատիկներին, փառք Աստծո։ Հասկանում ես։ Ասեմ, ինչն ա փոխվել։ Մենք ռազմաարդյունաբերություն ունենք։ Տեղյակ ես։ Եթե տեղյակ չես, Ալիկ չէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել։ Անկախ նրանից ով ինչ կարծիք ունի, քաղաքական ինչ դիրքորոշում, ասում հավաքվում եք 50-50 խմբերով, որովհետև հնարավոր չի դա հրապարակել ամբողջով, որովհետև այնտեղ կարող են գաղտնիության բաներ լինել։ Ստորագրություն եք տալիս, ձեզ տանում են, տեսնում եք, գալիս եք։ Ինչ զենքեր ենք առել եւ ինչ ռազմաարդյունաբերություն ունենք։ Հիմա դուք վախենում եք գնաք, բայց ասում եք բան չի փոխվել, ոնց հասկանանք։
Ամբրաշինական աշխատանքներ։ Վերջին անգամ քանի օրով ես գնացել զորավարժությունների ալիք։ Չէ, այն 4-ը գիտենք, որ թռած են։ Չեն գնալու, ցել ու չեն գնալու։ Դուք 20-28 օրով որ լինում էր, դու գնում էիր։ Գնայր տեսնեիր։ Արի սնունդից չխոսենք, ջրից չխոսենք, մյուս դրանք չխոսենք դեռևս, դա Քեզ որ ոլորտն է հետաքրքիր, դու ասա, հա, որովհետև շատ է փոփոխությունները։ Արի դու ասա քեզ որ ոլորտն է հետաքրքիր, ես այդ ոլորտով ասեմ ինչն է փոխվել։ Իմիջիալոց 50-50-ները չկան, չիմացար։ Ու գիտես ինչ, հեսա ի տարբերություն Սամվել Կարապետյանի լավ ընկեր Ռոբերտ Քոչարյանի, ով միջանցք էր զիջում, նվիրում մեղրիով ադրբեջանցիներին։ Հիմա այդտեղ այդ տարածքը ամբողջովին Հայաստանն է։ Այդտեղով անցնելու է մի միջազգային ճանապարհ, տրիպ է կոչվում, որտեղից նույնպես եկամուտ է ունենալու Հայաստանը, բացի այն, որ դա հայկական հողի վրա է ու դա կասկածի ենթակա չի, բացի այն, որ անվտանգությունը, ՊԵԿ-ը, մյուս բոլոր կառույցները ունեն 100%-անոց կոնտրոլ, բացի այդ, եղած ներդրած բիզնեսի 26% եկամուտները էլի գալու է բյուջե։ Ի տարբերություն Գազպրոմի, ռուսական երկաթգծերի, բնձամոլիբդենի ձեր ժամանակների, պատկերացնում ես։ Դες բաներ է փոխվել։ Իմ ծանոթ ընկերներից աֆիցերը, ով մի 250-300 հազար էր ստանում Մադաղիսում, 300 չէ, մարդին 300, 220 էր ինչ էր, 220,000 դրամ, ստանում էր Մադաղիսում ծառայելով, այսօր ստանում է 800,000 դրամ, իմիջալոց են ընկերս, ում գլխին սարկեց ու Շուշիի բերդ նստեցնել տվեց Գեղամ Մանուկյանի եղբայրը, ում ցավոք սրտի այսօր ցմակ կարտացին Բաքվում։ Ես այսօր նայում էի մեր գերիների ռազմաքաղաքական ղեկավարների դեմքներին, իհարկե խղճահարություն առաջացնում, իհարկե դա շատ վատ բան է, ու փորձում էի հասկանալ նրանց մտորումները ինչի մասին են։ Տեսնես նրանք հասկանում են այդ բանին, որ այս սրանց սևը տալու համար մենք պիտի այդքան չգողանայինք, էլի մենք պիտի բանակ կառուցենք։ Պիտի այս ինչին կամ ինչին կամ ռուսին կամ մյուսին չլսենք, մենք պիտի գնայինք Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով։ Իրավունքի ու անվտանգության տեսանկյունից պիտի հարցին վերաբերվենք, տեսնես այս ամեն ինչը մտորում էին։ Լույս 74%-ի հարկեր, այո։ Ես կարող եմ այստեղ ավելացնել, իմիջայլոց, հանրային հեռուստատեսությամբ մի քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը Արամ Սարգսյանն էր։ Իհարկե ես հասկանում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքական ուժի ղեկավարը, այնպես էլ Արամ Սարգսյանին կլինեն մարդիկ, ովքեր չեն սիրում, ընդդիմադիրներից հատկապես են խարխի։ Բայց ես խորհուրդ եմ տալիս, բայց ունիմ նաև մեծ բանակ, ովքեր հարգում են նրան։ Ես խորհուրդ եմ տալիս դիտել այդ հարցազրույցը։ Հատկապես այն կեսից հետոյում նա ներկայացնում է ձևիստների, ասածների տխմարությունը թվերով։ Եվ ասում է ոչ թե ցույց տալու համար, որ դրանք տխմար են, այլ որքանով է իրատեսական այն, ինչից որ խոսում են 300,000 աշխատատեղերի հետ կապված։ Եվ ինչ ներդրումային ծրագրեր են գալիս, եւ ինչու ոչ թե պետք է զարգացնել տեքստիլը, այլ հենց կիսահաղորդիչները։ Եվ ոնց է ստացվում, որ այսօր իշխանությունը ճիշտ ճանապարհով է գնում։ Նույնպես ընդդիմադիր ուժ է, բայց կներեք, ես հիմա անկեղծ ձեզ ասեմ։ Ես նկատել եմ հետևյալը, որ ժողովրդավարական արժեքներ գնահատող ուժերը, ինչպեսիք են օրինակ Արամ Սարգսյանը, ինչպեսիք են օրինակ
Արման Բաբաջանյանը, Ռոբեր Մերաբյանի հետ, եւ օրինակ Քժկյան Շիրինյանը, մյուս նրանք ովքեր որ ժողովրդավարական բաներ ու ասենք աջակցում են պետության կայացմանը, հա, ոչ թե իշխանություններին, այլ պետության կայացմանը։ Ունեն որոշակի կոնսենսուս։ Երբ հարցը վերաբերվում է խաղաղությանը, խաղաղության օրակարգին, երբ հարցը վերաբերվում է պետականության ամրացմանը, գործընկերության ընդլայնացմանը, արևմուտքի նրանք այստեղ իշխանությանը պահում են, որովհետև ռազմավարությունը իրանց հետ համընկնում է։ Որտեղ որ մի քիչ այն չի, նրանք քննադատում են եւ քննադատում են քաղաքականապես։ Իսկ ես ուզում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի առաջիկայում ազգային ժողովում լսել քաղաքական ելույթներ ու քննադատություններ։ Ոչ թե այն, ինչ որ հիմա կա։ Next որ խորհուրդ եմ տալիս գնացեք, նայեք Պետրոս Ղազարյանի հյուրներ։ Որպեսզի ըմբռնեք այդ թվերը, երբ որ ասում են, ինչն է խելքին մոտիկ, ինչքանով է ինչը հնարավոր, Ռուսաստանը ինչքանով է կողքներս, ինչքանով արևմուտքի եղածնակո, ընդ որում դա Արամ Սարգսյանը ասում էր ամբողջովին հարգանքի տոնից բոլոր ուժերի ուղղությամբ։ Դա Արամ Սարգսյանը այդ կողմից բավականին մեղմ է, գիտեք, ինքը փորձում է հարգալից բանի մեջ դասավորի իր խոսույթը, մշտապես կոնֆլիկտային մարդ չի։ Լավ մարդ է, էլի մի խոսքով։ Մոտավորապես սա է, ուզում ասել ժողովուրդ ջան, ես կարծում եմ, որ մենք վաղը կխոսենք մի անձնավորությունից, ով վերջերս բավականին ակտիվ է, ու քաղաքացիներից շատերը կարծես թե այնքան էլ չեն հասկանում, թե նա ով է, ինչ է, եւ իհարկե խոսքը կբերենք հիբրիդային պատերազմի դաշտ, առավել եւս մեր ռուսահայերը դրա առիթը տվել են եւ ցույց են տվել, թե կոնկրետ հիբրիդային պատերազմը ընդհանուր մինչև ինչ աստիճան կարա լինի։ Սա էր։ Մարինա Մխիթարյան, Արամ Սարգսյանը չպետք է համբուրեր կտրիչի ձեռքը։ Դե հիմա ինքը մեկնաբանել է, դա ինչ էր, բայց այնուամենայնիվ ես չգիտեմ, ամեն մեկը իր կարծիքը ունի, գուցե ինքն էլ է կարծում, որ չպետք է, բայց այնուամենայնիվ հոր հուղարկավորությունը գալիս է այդ ամեն ինչի մեջ։ Կտրիչը գալիս է եկեղեցու իր բանով, հիմա չգիտեմ, այդ պարագայում նրա վերաբերմունքը ինչպեսին պիտի լիներ ազդված մարդն ու ինչ որ իրավիճակում չեմ կարող ասեմ, թույլ տվեք ոչ փորձեմ արդարացնել, ոչ էլ համաձայնեմ ձեր հետ, որովհետև տնից տեղից հեռու չգիտենք որ մեկը ոնց կվարվի։ Նայել չպիտի գար Արամ Սարգսյանի հոր բանի խիդային։ Ինչ աներ այդքան մարդու մոտ, նա հարգել եկել է, անկախ նրանից, որ Արամ Սարգսյանը Փաշինյանի հետ գնացել էր հակակտրիճական պատարագին, հարգել է, միևնույն է եկել է։ Հիմա ինչքանով ճիշտ կլիներ այլ վերաբերմունքը, ես չեմ կարող ասեմ, կներեք, իսկապես չեմ կարող ասեմ։ Բայց ամեն դեպքում չէ էլ դատապարտի այդպես։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։